Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթը հարուստ էր իրադարձություններով նաև Մերձավոր Արևելքում։ Իսրայելը նոր ռազմական գործողություններ է սկսել Գազայի տարածքում, այնտեղ շարունակում է մնալ թեժ և Քաթարում տեղի ունեցող բանակցությունները ըստ էության լուծում չեն տալիս, Համասը չի տալիս պատանդներին, դե Իսրայելն էլ ըստ այդմ չի դադարեցնում ռազմական ճնշումը Համասի վրա։ Դրանից հազարավոր մարդիկ են տուժում, ցավոք սրտի, այնուամենայնիվ դա է Մերձավոր Արևելյան իրողությունը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք հետևյալ process-ները, դա Սիրիայի իշխանության կոնսոլիդացիան է, որը ուղղակի ակնհայտ է, ընդ որում դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից այն տասնամյակներով գործող պատժամիջոցների վերացմամբ, որը ուղղակի Դամասկոսում ուղղակի մեքենայի ազդանշաններով ուրախությամբ Դամասկոսի բնակիչները նշում էին, երբ լսեցին առաջին այդ լուրը։ Ընդ որում այստեղ նաև որոշակի այսպես մրցակցություն կա թե Անկարայի, թե Ռիադի միջև, մենք այստեղ տեսնում ենք, որ թագաժառանգ Բեն Սալմանը ևս անձնական մեծ ներդրում ունի, փորձելով Սիրիայի նորմալացման գործընթացում իր ներդրումն ունենա։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք նաև, որ Լիբանանում է իշխանության կոնսոլիդացիա տեղի ունենում, այնտեղ գիտենք կար նոր նախագահ, նոր վարչապետ և նրանք կարողանում են այնուամենայնիվ ամրապնդել իրենց իշխանությունը և այս ֆոնին մենք նաև տեսնում ենք, որ Իսրայելը իհարկե պատերազմ է վարում Գազայում, բայց մյուս կողմից էլ մամուլից մենք տեղեկատվություն ենք ստանում, որ դիվանագիտական խողովակներով այսպես փակ բանակցություններ են ընթանում թե Սիրիայի, թե Լիբանանի հետ ուղղված սահմանին հանդարտություն, խաղաղություն ամրապնդելուն։ Իհարկե այս ամենն էլ ուղեկցվում է այդ Աբրահամյան համաձայնությունների փիլիսոփայությամբ գործերը հետագայում վարելու և նոր տարածաշրջան ձևավորելու առումով և փորձենք հասկանալ, որքանով է այս ամենը այդ տրամաբանության մեջ տեղավորվում։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ տեսակապով հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից, ազդակ պարբերականի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ Շահեն Գանտահարյանը։ Բարև եք եկել, պարոն Գանտահարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Գանտահարյան, լսում եք ինձ։ Մենք ոնց որ խնդիր ունենք Բեյրութի հետ կապ հաստատելու հարցում։ Պարոն Գանտահարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Բարև ձեզ, բարև եք եկել։ Դուք ուշով հետևում եք այս դեպքերի իրադարձությունների և հայտարարությունների այս տարափին, այսպես, և մի այս համայնապատկերը, որը ձևավորվում է ըստ ձեզ ինչպիսին է այն և ինչ միտումներ են ձևավորվում ըստ այդմ, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն։
իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է, բայց սա չի նշանակում, որ հրատատարը Իսրայելի եւ Լիբանանի միջև կնքված բաբանվում է, որովհետեւ Իսրայելը մեկ խախտում է հրատատարը, նախ ասենք, որ այդ ժամկետը իսրայելյան ուժերի հերացման չի հարկվել, ռազմական գործողություններ մերթ ընդմետ իրականացվում են դարբեր թիրախներ ընտրելով եւ հարավային հատվածում եւ Բեյրութի դարբեր քաղաքներում, առավել եւս նաեւ այդ դրոնները, անօդաչու սարքերը ցանկացած բահի շրջակայում են լիբանյան տարածքի վրա։ Բայց կարելի է ասել, որ ավելի հանգիստ է իրավիճակը, որովհետեւ նաեւ փուլային հանգրվանային ցևով Լիբանանի տարածքին համապետական առումով գայացան թիմ ընտրությունները, դեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջին հարավային շրջանում էր եւ պետք է ասել, որ իրեն ճշտված ժամկետին նախաբես նման ուրեմն որոշումներ անընդհատ երկարացվում էին անորոշ ժամանակով, բայց այս անգամ կառավարությունը վճռակամ էր, որ իր ճշտված ժամկետին գայանան ուրեմն թիմ ընտրությունները։ Այդպես ալ եղավ եւ կարելի է ասել, որ հագարակ ուրեմն հրատատարի խախտման բազում դեպքերի ցանկը փուլ առ փուլ վերադառնում է բնականon քուն։ Դարաձաշրջանային իրադարձությունները փոխկապակցված են բնականաբար եւ կարեւոր իրադարձություն էր կարծում եմ Միացյալ Նահանգների նախագահի Սաուդյան Արաբիա այցը, դա արդեն ինքնին նախանշում էր, ուղենշում էր, որ համաարաբական առումով, արաբական աշխարհի մեջ հիմնական եղանակ ճշտող պետությունը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիան եւ այստեղ շատ ամիջականորեն կապվում է Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի մրցակցությունը հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու, ընդ որում նաեւ Սիրիայի, որովհետեւ Սաուդյան Արաբիայից հայտարարվեց պատժամիջոցների վերացման որոշումը, որին հետևեց նաեւ Եվրոմիությունը, թերևս քետնի վրա շատ զգալի չէ, հատկապես տնտեսական, ֆինանսական առումով, բայց նման որոշում կարող է ճակատագրորոշ լինել Սիրիայի իշխանությունների կայացման, որը կարծում եմ պայմանավորված է առարգայացման համար դա պայմանական է, որ Սիրիայի տարածքին գործող սիրիալ խմբավորումները մեկ բանակի վերածվեն կենտրոնացիկ Դամասկոսի կողմից ղեկավարվող բանակի, որովհետև թերևս ազգաբնակչային էթնիկ տարբեր խնդիրներ կան, ըստ ժողովրդական պատկերի դեղապաշխության, մենք ականատես եղանք ալավիների նկատմամբ իրականացված փախումների, ես կասեի նույնիսկ չարթերի, նույնը որոշակի դարողությամբ նաև դրուզների ուղղությամբ, քրդական խնդիրը հակառակ ուրեմն Օջալանի հայտարարության եւ ուրեմն աշխատավորական կուսակցության ինքնալուծարման հայտարարության թերևս շարունակում է համենալ, մնալ, որովհետեւ քետնի վրա զինաթափումը չի եղել դակավին, ինչ որ շարունակում է մնալ քրդական կորձունը Թուրքիայի համար գլխավոր սպառնալիք։ Բան հայտարարեց նաև, որ մտադիր է սիրիական դարածքներում դարբեր աշխարհագրական միջավայրերում ստեղծել ռազմաբազաներ, բայց անվտանգության կոդի ստեղծելու Անկարան միակը չէ իբրև պետություն, մենք տեսանք նաև, որ Իսրայելը նման առաջադրանք ունի եւ փաստորեն չի բավարարվել միայն մինչ այժմ ներխուժված դարածքների վերահսկողությամբ կամ Գոլանի պարսունքներում իր թիրքերի վերագահավորմամբ, այլ նպատակ ունի նաև ավելի ընդլայնել իր աշխարհագրությունը ազդեցության կոդի, ավելի ճիշտ անվտանգության կոդի ստեղծելու առումով։ Եվ այստեղ բնականաբար երևաց Թուրքիայի եւ Իսրայելի շահերի փոխումը, որովհետեւ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ֆինանսավորող ուրեմն Դամասկոսի իշխանությունները հագատրվեցին նաև դրուզների հետ, ովքեր ուրեմն գրում էին հովանավորչությունը Իսրայելի,
ուրեմն միջնորդավորված բախումներ էին Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Սա չի նշանակում անշուշտ, որ Իսրայելն ու Թուրքիան կգնան ռազմավարական իրենց գործընկերության չեղարկմանը։ Նման ուրեմն իրականություն թերևս դեսանելի չէ, բայց առաջի անգամ լալով դեկլարատիվ բնույթից այդ լարված հրեդորապանությունը անցում կատարեց դեպի կետնի վրա միջնորդավորված ռազմական բախումների։ Կարծում եմ ուրեմն այս իշխանությունների գայացման այս գործընթացը, որին աջակցում է միջազգային ընտանիքը, հատկապես Արևմուտքը, ավելի զգալի կդառնա, երբ այդ զինյալ խմբավորումները վերածվեն կենտրոնացիկ կանոնավոր բանակի, որը թերևս դեսանելի չէ այս պահի դրությամբ կոնը։ Պարոն Գանտահարյան, տեսեք Կատարում տեղի ունեցան բանակցություններ Իսրայելի եւ Գազայում իշխող Համաս խմբավորման միջև, խմբավորում, որը ճանաչված է որպես տերորիստական, որը պատանդներ է պահում եւ չի ուզում բաց թողել, համարելով, որ իր ոչ բոլոր պահանջներն են կատարում, դե Իսրայելն ըստ այդմ չի դադարում իր ռազմական ակտիվությունը Գազայում, ավելին մի նոր այսպես ռազմարշավ է սկսել այդ տարածքում եւ արդյունքում մենք տեսնում ենք, որ եվրոպական հասարակական կարծիքը խիստ ընդդիմանում է Իսրայելին եւ մենք տեսանք, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի համատեղ որոշումը նույնիսկ սպառնալիք է Իսրայելին պատժամիջոցներ հայտարարելու, նաեւ Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին։ Մենք քիչ առաջ Իսպանիայի արտգործնախարարությունը նախարարը հենց իր հայտարարության մեջ խոսեց այն մասին, որ արգելում են իսրայելական նավերի մուտքը իսպանական նավահանգիստներ եւ պատրաստվում են 20 երկրների պատվիրակություններով հավաքվել եւ վերջապես ճանաչել Պաղեստինի պետությունը։ Այս ուղղությամբ ինչ է տեղի ունենում։ Մանավանդ գոնե մամուլը գրում է այսպես հենվելով իր աղբյուրների վրա, որ Աբրահամի համաձայնությունը Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջև հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ճանաչվի Իսրայելի ներողություն Պաղեստինի պետությունը, երբ ճանաչվի։ Ինչ եք դուք տեսնում այստեղ եւ ինչպիսի միտումներ են ըստ ձեզ ուրվագծվում, համեցեք։ Շատ լավ, ես ուրեմն անդրադառնամ մեկ իրականության, որը գրանցվեց Լիբանանում, հետո նայենք գաբենք իրադարձությունը իսրայելյան ուրեմն մագարտակով դեղի ունեցող իրադարձություններին։ Վերջերս Բեյրութ այցելեց ուրեմն Ռամալլայի ղեկավարը Մահմուդ Աբբասը եւ Լիբանանի իշխանությունների հետ բանակցության օրակարգը հիմնական թեման առանցքը քննարկումներին Պաղեստինյան քաղաքագայանների կարգավիճակի փոփոխություններ եւ պաղեստինցիների զենքի հանձնումը, օրինականացումը։ Գիտեք, անվերջ խոսվում էր Հեզբոլլայի զինաթափման մասին, զենքերի հանձնման, զենքերի միավորման մասին, բայց հիմա ավելի առաջ ընկավ ուրեմն պաղեստինցիների զինյալ ներկայության վերջ տալու այդ համաձայնության շուրջ բանակցությունները։ Նաև անվերջ խոսվում էր, որ դրան դիմաց պաղեստինցիները կստանան լիբանանյան քաղաքացիություն, ինչը իրենք ընկալում են դուն-թարցի, վերաթարցի արգելք եւ իրենք համաձայն չեն Լիբանանի քաղաքացիությունը ստանալու, բայց նաև դիմացը քննարկում են այդ քաղաքագայաններում ապրող պաղեստինցի ազգաբնակչության սոցիալական ուրեմն օժանդակություններ, աջակցություններ, ծառայություններ դրամատրելու մասին։ Մի խոսքով ավելի առաջ ընկավ պաղեստինցիների զինամթերքը, զենքը հանձնելու օրակարգը։ Ուրեմն
Կարծում եմ, որ Բաղեստինյան խնդիրը Իսրայել-Բաղեստին հագամարտության հարցի իբրև օրագարկ ավելի շուտ միջազգայնացվում է եւ այստեղ ավելի հերահար գդրվածքով դեսանելի է դառնում երկու պետություն բանացևը։ Իդեպ բادرազմից ամիս առաջ այս օրագարկի մասին շատ էր խոսվում նաև միջազգային շրջանակներում հնչեղություն էր ստացել եւ երկրները համալրվում էին Բաղեստինի պետությունը ճանաչելու առումով պաշտոնական հայտարարություններ էին հնչում Բաղեստինի պետության ճանաչման առումով Գազայի պատերազմից առաջ սկսել էր նաև Արաբական երկրներ Թել Ավիվ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց, որը արգախվեց Գազայի պատերազմով։ Այո։ Հիմա եթե նկատենք, որ Գազայի պատերազմի վերջին փուլն է, այս օրագարկը կարծում եմ վերստին կակտիվանագաշ կուժանա եւ այս անգամ Աբրահամյան Դաշինքի կամ համաձայնագրի շրջանակներում, որը Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի առաջին ուրեմն ժամանակահատվածում արդեն իբրև առաջադրանք ձևավորվել էր եւ իբրև նաեւ օրագարկ սկսել էր քննարկվել բայց կարծում եմ որ Աբրահամյան Դաշինքը սերտորեն առնչված է երկու պետություն բանացեի հետ եւ նաեւ գներարի ուրեմն իր գործընթացում վերաթարց արաբական դարբեր առաջի հերթին արաբական դարբեր պետություններ Թել Ավիվ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խաղաղության պայմանագրերի կնքման այս ընդհանուր բարունակում պիտի ուրեմն նկատել նաև Գազայի նոր ղարքավիճակի շուրջ քննարկումները, պատկերացումները, առաջադրանքները, բայց այստեղ նաև երանքային ածանցիալ թրված կա այն առումով որ նոր Գազան Ռամալլայի իշխանության ներքո եւ ոչ Համասի, այսինքն Համասազերծ Գազա, բայց թիմացը նաև Թել Ավիվի նոր վարչագարկ, այսինքն վարչապետի փոփոխություն եւ նոր իշխանությունների ստանցում։ Ուրեմն երկկողմանիորեն կարծում եմ, որ պատերազմից հետո, հրատատարի հաստատումից հետո խաղաղության բանակցությունները գվարեն Թել Ավիվում հայտնվելիք նոր իշխանությունները եւ Գազայում ուրեմն ստանցնելիք Բաղեստինյան նոր իշխանությունները եւ այս ցեվաչափով էլ գգնան բանակցությունները երկու պետություն բանացեվի։ Հիմա այստեղ շատ պայմաններ կան, շատ դարացայնություններ կան, շատ խնդիրներ կան եւ ղարքավիճակի վերաբերյալ եւ զինյալ ներկայության վերաբերյալ ինքնավարության սահմանման լիազորությունների իրավասությունների Եգիպտոսի հետ այդ գաբի ուրեմն նոր ստանցնելիք իշխանությունների եւ ցեվաչափի եւ դեսագի առումով իհարկե այս բոլորը գդրուկ ցևով չեն լինի, բայց կարծում եմ կսկսվի գործընթաց, բայց այդ գործընթացի մեկնարկի համար կլինի նոր ցեվաչափ երկկողմանիորեն, սկիզբը գուցե նաեւ միջնորդավորված։ Գիտեք, այս միջնորդավորված բանակցությունների փորձ ունեցավ նաեւ Լիբանանը ծովային սահմանազատման օրագարկով։ Միացյալ Նահանգները միջնորդեցին Իսրայել-Լիբանան բանակցությունները, որովհետև Իսրայել-Լիբանան դիվանագիտական հարաբերություններ առ այս պահը չկան։ Աբրահամյան Դաշինքը ուրեմն հերվից դեսանելի է եւ շատ հետաքրքիր է, որ միջին արևելյան բաժնի պատասխանատուն Վաշինգտոնից հայտարարեց, որ Ադրբեջան, Հայաստան ուրեմն բանակցությունները պետք է արդյունավորվեն եւ ինչու՞ չէ նաև ներառվեն Աբրահամյան Դաշինքից, այսինքն արաբական աշխարհից հետո իբրև Աբրահամյան Դաշինքի առաջադրանք երկրորդ աշխարհագրական միջավայրը նկատվեց Հարավային Կովկասի եւ սա ուշագրավ է եւ կարծում եմ որ սա պայմանավորված է Իրանամերձ սահմանագից երկրներ Աբրահամյան Դաշինքի ներգրավելու ամերիկյան առաջադրանքին հետ։ Շատ շնորհակալ եմ
Պարոն Գանտահարյան, ձեր այս չափազանց կարևոր տեղեկատվության եւ ձեր այս դիտարկումների համար, որ դուք ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին, դե ձեզ էլ խաղաղություն եւ ամենայն բարիք մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից ազդակ պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ, լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարինանց ձեզ։